Հայաստանի հետ սերտացնելով հարաբերությունները Եվրամիությունը դնում է հստակ պահանջ ավելին ավելիի դիմաց։ Որքան արագ եւ համապարփակ լինեն բարեփոխումները, այնքան ավելի շատ կարող է ակնկալել մեր երկիրը Եվրամիությունից, ընդ որում նաեւ ֆինանսների տեսքով։ Իսկ ինչ պետք է այդ դեպքում մեր երկրից պահանջի Եվրամիությունը։ Իհարկե ցավալի է, որ զուտ ֆինանսական ներդրումներ ստանալու համար Հայաստանի կառավարությունը ձևականորեն որդեգրում է մարդու իրավունքների կամ եվրոպական ամբողջ արժե համակարգը։ Մտնել Եվրոպա լավ է։ Անառանձնանալ միշտ վատ է, լինել առանձին, որովհետև սա ապագա չունի։ Մյուս կողմից, եթե մենք պիտի կորցնենք մեր արժեքները, պիտի այլասերվենք, սա շատ վատ է։ Չենք կարող նաև դիտել Եվրամիությունը միայն որպես սպառնալիք արժեքներին, որովհետև շատ լավ բաներ ունեն նաև։ Լավ բան չեմ սպասում, եթե մի երկիր ասի տղամարդի հետ պետք է ամուսնան այդքան հետ ամնացել լինի։ Դրանք Հայաստանից են գիտություն ու բան փախցնում, իրանց զիբիլներ ստեղ են տարածում։ Կարծում եմ, որ ճիշտ ուղի կլինի, անկախ նրանից ֆինանսական աջակցություն կլինի, թե չի լինի։ Ի տարբերություն Եվրամիության պահանջների, հայաստանցիների ակնկալիքները հստակ է։ Մարդու իրավունքների, ազատությունների սահմանափակումները, որ վերանար։ Մեր գլխավոր շահը եւ մարդու իրավունքների պահպանությունն է եւ համապատասխանաբար սոցիալական բարեկեցությունը։ Հայաստանը եթե ներսում անհատները լինեն ազատ ստեղծագործող, ես կհամարեմ, որ ինքը Եվրամիության անդամ է, մնացածը տեխնիկական հարցեր են։ Նելի Լազարյան, Արամ Մնացականյան, IPV։